Առցանց ֆինանսական խարդախությունների դեպքերն օրեցօր ավելանում են, իսկ դրանց կանխարգելումն ու սպառողների պաշտպանությունը շարունակում են մնալ առաջնահերթ խնդիր։ Կենտրոնական բանկի սպառողների զորակցման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը ներկայացրեց, թե ինչ դեպքերում եւ ինչ մեխանիզմներով է հնարավոր ժամանակին կանխել կասկածելի գործարքները, նվազեցնելով ֆինանսական կորուստների ռիսկը։ Յուրաքանչյուր մարդ գնահատում է տվյալ հավելվածի միջոցով ինքը արդյոք օգտվելու է այդ ծառայությունից, թե չէ։ Եվ եթե կարծում է, որ մոտակա ժամանակում չի օգտվելու, կարող է փակել, որը նշանակում է, որ մոբայլ հավելվածի միջոցով, եթե երրորդ անձը, զեղծարարը մտնի ինչ-որ կերպով ստանա հասանելիություն դեպի թվային հավելված, ապա չի կարող այդ գործիքից գումարներ հանել։ Նրա խոսքով, եթե քաղաքացին կասկածում է, որ դարձել է խարդախության զոհ կամ իր բանկային տվյալները հայտնվել են երրորդ անձանց ձեռքում, անհրաժեշտ է հնարավորինս արագ կապ հաստատել բանկի հետ եւ պահանջել քարտի կամ կասկածելի գործարքի անհապաղ արգելափակում։ Արագ արձագանքը նման իրավիճակներում հաճախ վճռորոշ նշանակություն ունի։ Ստոպ բոլոր գործիքները ինչի համար է նախատեսած, դուք օրինակ զանգ եք ստացել կամ հասկացաք, որ զեղծարարին հնարավոր է հասանելի են դարձել ձեր թվային հավելվածի տվյալները։ Դուք չգիտեք դեռևս այդպես է թե չէ, բայց կասկածներ ունեք։ Եվ եթե նման իրավիճակ է, ստոպ բոլորով դուք փակում եք ձեր բոլոր գործարքները հավելվածի միջոցով։ Հետո դիմում եք բանկ եւ սկսում եք պարզաբանել ինչ է տեղ ունեցել, երբ է տեղ ունեցել։ Այսինքն ստոպ բոլոր գործարքները գործիքը ուղղված է նրան, որ հնարավորինս արագ արձագանքեք կասկածելի իրավիճակին։ Քաղաքացիներն առցանց վճարումներ կատարելիս պետք է զգոն լինեն, անծանոթ անձանց չտրամադրեն իրենց քարտային տվյալները, գաղտնաբառերը կամ մեկանգամյա հաստատման կոդերը եւ օգտվեն միայն վստահելի հարթակներից։ Ամենատարածվածներից մյուս երրորդը կենտրոնական բանկը, ԱԱԾ-ն, չգիտեմ, աշխատակազմը, կառավարության այս հանրաճանաչ տալով իրենց անունից ձեզ դիմում են կամ թեկուզ բանկի անունից։ Մենք բանկից ենք, ձեր բանկից ենք, զանգել ենք, ձեր անունից դուրս է կատարվել է այսպիսի գործարք, այդ դուք եք արել, ասում եք ոչ, պետք է շտապ բլոկավորել։ Ասում եք շատ բարի, շտապ, այսինքն վախը եկավ ձեր մեջ, երկրորդ գործոնը, վախը մտավ ձեր մեջ, արագ ասեք ձեր տվյալները եւ անձնական տվյալների տրամադրմամբ այլևս դուք չեք տիրապետում։ Ներկայացվեցին սպառողների իրավունքներին առնչվող կարևոր պարզաբանումներ, նաեւ այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկել կասկածելի գործարք նկատելու դեպքում։ Հենց իմացաք կամ մտնում եք հավելված ստոպ բոլոր գործարքները, կամ զանգում եք բանկ, կամ վազում եք բանկ։ Ժամանակ չկա։ Դուք չունեք ժամանակ։ Պարզապես հնարավորինս շուտ։ Կենտրոնական բանկը կոչ է անում քաղաքացիներին բարձրացնել իրենց ֆինանսական գրագիտության մակարդակը եւ մշտապես պահպանել կիբերանվտանգության հիմնական կանոնները, քանի որ տեղեկացվածությունն այսօր ֆինանսական անվտանգության կարևորագույն բաղադրիչներից է։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։